Եկեղեցին պաշտպանելու համար դուրս կգաք փողոց։ Առողջականս չի ներում, մեծ ուրախությամբ դուրս գա։ Անպայման։ Որտեղ ես քրիստոնյա եմ իծնել։ Էդի ամեն ինչ ասում եմ։ Ոչ թե ավազակիների նման քպայական սրիկաների։ Լայացում է։ Փողոց ինչի նպատակով։ Եկեղեցին պաշտպանելու։ Բայց ի՞նչ նպատակով։ Չէ, ում եկեղեցին պաշտպանելու, թե կաթողիկոսին։ Եկեղեցին պաշտպանելու։ Չէ, եկեղեցուն հա, բայց կաթողիկոսին չէ, ինչու որտեղ դրանք տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին փողոց գալու պիտի պաշտպանենք, հա։ Եթե կարիք լինի, դուրս կգաք։ Եթե կարիք լինի, նայած ով է եկեղեցու պաշտպան կանգնած։ Եթե պաշտպան է կանգնած իրոք հավատարիմ մարդիկ, միշտ էլ եկեղեցու հետ ենք։ Բայց եթե եկեղեցում թալանջիներ ու խապեպա ու մաֆիոզներ են, դրա համար չի կարելի։ Եթե ղեկավար լինի, որը միացնի ամբողջ ընդդիմությունը, ոչ թե կեղծ ընդդիմությունը, որ հիմա խորհրդարանում է, իհարկե դուրս կգամ։ Ես կպաշտպանեմ ոչ թե կաթողիկոսին կամ այն մյուսին, մեր եկեղեցին։ Մենք իրավունք չունենք խառնվելու եկեղեցու գործերին, որտեղ մենք աշխարհիկ պետություն ենք, դա սահմանադրական կարգի խախտում է։ Եթե կաթողիկոսը ինչ-որ սխալներ է գործել, կաթողիկոսը մեկը մյուսը, իրանք թող իրար մեջ եկեղեցին ինքը պետք է լուծի։ Այդ հարցերը մենք իրավունք չունենք խառնվելու, բայց պաշտպանության դուրս կգամ, եթե լավ ղեկավար լինի, խելքը գլխին։ Ոչ, եկեղեցին պաշտպանված է, եկեղեցականն է անորոշության մեջ, եկեղեցականն է պղծված, ոչ բոլորը, շատ քիչ տոկոսն են մնացել, բայց ընդհանուր դա է, պետք չի հակառակը ասել, եկեղեցին անպաշտպան չի, եկեղեցին հասարակությանն է, ովքեր, դիմակավորված ուժայինները, ովքեր, ներկայացուցիչները, դե ուրեմն ինչ-որ խարդախ բան են կազմակերպել այնտեղ, դրա համար են ներխուժել, ես վաղուց այնպես չի, որ այս իշխանություններն են դրա համար եմ ասում, շատ վաղուց ես դա նկատել եմ, 30 տարի է պղծված է եկեղեցու սպասավորը, ընդամենը սա է, պետք է իրականությունը ասել, իսկ իշխանությունները բոլորովին կապ չունեն, հակառակը ուզում են մաքրեն այդ ամեն ինչ։ Կգամ, որտեղ ես հավատում եմ։ Այո, իհարկե։ Ինչպես։ Ինչու՞։ Ոնց կարանք դուրս չգանք։ Իհարկե պետք է դուրս գանք ու պաշտպանենք։ Չէ, եկեղեցին թե կաթողիկոսին։ Եկեղեցին ընդամենը շինություն է, ոչ ոք եկեղեցուն չի կպնում։ Մեջի սպասավորին են ասում, եկեղեցին դա շինություն է։ Երբ որ եկեղեցուն անվանում է Չուլանանոց, դա եկեղեցուն չի անվանում Նիկոլ Փաշինյանը։ Եկեղեցուն անվանում է երևի ըստ իր ծառայողների, ոչ թե կոնկրետ շենքերին։ Եկեղեցին դա շենքերն են։ Իսկ հավատքը Աստված ամեն մարդու մեջ է, ոչ թե հենց եկեղեցու մեջ։ Չէ։ Հավասարների խումբի ինչ է դաս, հավասարականոց է, կոպիտ ասած դրանք ներքնազգեստը չեն հարկնում, դրանց համար ինչ։ Բայց երեք օրինակ ԱԱԾ-ն փորձում էր ներխուժել հենց Մայրաթոր, դա կապ ունի, ասենք հոգևորականներին, եթե նույնիսկ հոգևորականները վատն են կամ։ Մեջները դե ոնց չեն կարալնեն, բայց կդառնան վաղ թե ուշ, եթե երկար գնա, շարունակվի, վայել չի ընդամենը մեզի։ Աշխարհի առաջի քրիստոնյա այդ միտքը հավասարականոց է, կազեի ասնա։ Որ Նիկոլոյին չի ասում Չուլան։ Չուլան վաճառողներից կարաս իրանց վերաբերմունքը տոն ասնես փաթաթի, նա ուրիշ բան են։ Բայց վաճառողի համար եկեղեցուն ձեր նշած առաջի քրիստոնյա պետությունը ազգը իրավունք ունի անվանելու Չուլանանոց կամ էլի եմ ասում ներխուժման գործերի հենց ոնց իրավունք ունենա, եթե Չուլանա, ընդ ես ինչ ասես անթունակ են, ամեն ինչի կարաս այտենց չես տեսել, բայց կարաս իրանց սաղ այդ պահվածքը, իրանց նիստուկացը բնական բաներ են, ամեն մարդու տենալու չի, բայց վատ է զգում, սաղ կեղտ այդ բար համեջները ոնց չկան հալալ, բայց պետք է պղծվեմ։ 18 թվից դրսում եմ Նիկոլի դեմ։
Չեմ ընտրել, ընտանիքով չենք ընտրել, ազգակործան պատուհաս է ինքը։ Թուրքի դուռը բացել է Թուրքի առաջ Հայաստանը։ Միայն ուզում եմ, որ իրան դատեն, իր իշխանությունը Ալեն Սիմոնյանով բոլորին դատեն, ժողովուրդն էլ ոտքի կանգնի, մեր սրբազան հորը, մեր բոլոր եպիսկոպոսների թիկունքին կանգնենք, ինչ ասեմ։ Ահա որ է, այն ինչ որ մենք հիմա գտնվում ենք այս իրավիճակում, սարսափելի է, պարզապես պետք է դուրս գալ։ Իսկ ինչ վերաբերում է իմ ընտանիքին, 10 թվից մարտի 1-ը նախ մեր տան մոտ է եղել, իմ շենքի մոտ, այդ պատուհասն է արել, այդ ազգակործան Նիկոլ դու ես արել մարտի 1-ը, դու էիր գոռում արցախցիների դեմ, դու էիր ասում ջարդել, կոտորել, դու էիր ասում վառեք, միայն Սուքասյանի օբյեկտը չվառեցին, միայն այդ օբյեկտը չջարդեցին, մնացածը ամբողջ այստեղ Կարմիր խաչի մեքենան անգամ վառեցին, տրոլեյբուսները շրջեցին, չես ամաչում, դու ամոթել չունես, այ պատուհաս, վերացի, ընդհանրապես վերացի, զզվում ենք մենք քեզանից, այսքանը կարամ ասեմ, մեր հոգևորների մեջքին կանգնած ենք մենք։ Այո, միանշանակ։ Բնականաբար մենք հայ ենք, ունենք մեր հայ առաքելական եկեղեցին եւ պաշտպանելու համար միանշանակ պատրաստ եմ ամեն ինչի։ Ճիշտ ասած, ես չեմ ուզում ինտերվյու տալ, բայց ահա որ վիճակում է։ Ամոթ իրանց, ովքեր եկեղեցուն այդպիսին